Ջեջքի համար Սիրում օգնած Բայց կրկին համար Պարզ երկնքից Ինձ եմ բաժանում Այս երկրային Շղթաները մեղք ու հատուցում Ջահը ձեռքիս, մակողքիս Ես ընկնում եմ Կապանքներից, խոր վերքերից Կործանվում եմ Որոգայթից վախսել Հրկել և շանկությունը իմ վախրուն Ու գտնել ուղին իմ դեպի տուն Ու գտնել ուղին իմ դեպի տուն Մարդ եմ սպանել Մերի Ինչ? Մարդ եմ սպանել Մերի ու այդ արել եմ քո պատճառով Իմ պատճառով? Ում ես սպանել Վիգեն? Քոքորին Հա Չէր ավատում Մերի որ քո համար մարդ կսպանեմ որ ոչ մեկի չեմ թողի քեզ ինձնից խլեն Ես չեմ հավատում դու խաբում ես Չես հավատում Մարի տանը դիակը ցույց տամ Անասուխ ես այդ բանը արել Խի Որովհետև Մերի Ես քեզ սիրում եմ հասկանում ես Մերի սիրում եմ Դու խելագար ես քո տեղը հոգի բուժարանում Ես խելագար չեմ Մերի ես այդ բանը քո համար եմ արել լսում ես Թող ես տուն եմ գնում Ուր Ես տուն եմ գնում թող Դու ոչ մի տեղ չես գնում Մերի Մենք երբ գնում ենք Հայաստանից լսում ես Ես քո հետ ոչ մի տեղ էլ չեմ գա թող Մերի լս ինչ եմ ասում խնդրում եմ Արի գնանք Հայաստանից Մերի ես լիքը փող ունեմ մենք այդտեղ կամուսանանք Մերի ու ոչ մեկ մեզ չի խանգարի լսում ես Ես քո հետ ոչ մի տեղ չեմ գա հասկանում ես ոչ մի տեղ Չես գա Հələ լավ մտածի Մերի Այսքան բանից հետո որ ես քո համար արեցի դու ինձ ասում ես չէ Դու ինձ համար ոչինչ չես արել Ոչինչ հասկանում ես ու ես քո հետ ոչ մի տեղ չեմ գա մոռացի այդ մասին Լավ Այդ դեպքում ես տեղ քեզ կսպանեմ Մերի հետո ինձ Ձեզ հետ ամեն ինչ կարգին է։ Ասում եմ ձեզ հետ ամեն ինչ նորմալ է։ Հո բան չի պատահել։ Պատահել է։ Շտաբ զանգեք ոստիկանություն, ասեք որ իմ համարում Վիգեն ատրճանակով սպառնում անկերուհուս։ Դուք լուրջ եք ասում։ Հա, լրիվ լուրջ։ Հենց հիմա զանգեք։ Ընկերուհի միրում է։ Ալո, ոստիկանությունից է։ Մեզ մոտ հյուրանոցում ատրճանակով մարդ կա։ Խնդրում եմ, շտապ օգնություն ուղարկեք։ Հա, Մերի, չես ուզում որոշումդ փոխես։ Ես կորցնելու բան չունեմ, եթե մնացից ինձ կսպանեն։ Իսկ առանց քեզ ես ոչ մի տեղ չեմ գնա։ Վիգեն, խնդրում եմ ես։ Հիմալություն մի արա։ Ես պատրաստ եմ, քեզ ներեմ։ Քո բոլոր վայրենությունները։ Բայց մոռացի ինձ ու գնա։ Մենք կմնանք, ընկերներ, խոստանում եմ քեզ։ Դու ինձ գշի տեղ ես դրե աղջի։ Ես քո պատճառով մարդ եմ սպանել։ Ու դու իմ ասես պատասխան ես ու ստորի, հա։ Ես քեզ չեմ խնդրել, որ դու մարդ սպանես, Վիգեն։ Բայց դու ես տիպը, որ ես այդ բանը անեմ։ Լավ լս ինչ եմ ասում։ Քասար կամ իրարից տե մեռնում ենք, կամ դու հետս գալիս ես։ Ես տենց է գիտեի։ Ուսում եմ գոնե, են կյանքում իրար հետ կրնենք։ Խնդրում եմ Վիգեն, պետք չի։ Գոնե լսում։ Արա! Թող! Հանգստացի Մերի ջան, ես ստեղ եմ, ամեն ինչ վերջացավ։ Վիգեն։ Ես քեզ խոստանում եմ, ես ուրոդիներ դու չես տեսնի։
կներես ինձ, մեքենայի մեջ էի թողի հեռախոսը, դրա համար ուշացա, մեսիջդ ուշեմ կարդացել։ Եկեն ասում էր, որ քեզ կրակել է ու սպանել է, բայց ես չէի հավատում։ Ինձ կրակել է։ Արո։ Մեր հետ դուրս սպասես ելնես։ Հնացեք, այլ մեջ։ Բարի լավ։ Դու չես ասում։ Որ կրակել ես ինձ սպանել ես արա։ Խոստերա։ Հա, բայց ափսոս որ չես մեռել։ Ինչ ասել։ Ուրեմն դու ես տեսել մեր վրա կրակել որ տիկայի վիրավոր ես։ Խոստերա։ Հա, ես եմ ելը։ Դեկել եմ երիայուրը։ Գոգորս պես տազ է հյուրանոցումա։ Ես դիրամ դիսպան եմ արում։ Ես տեսել մեր վրա կրակել որ իմա տիկան մահվանու կյանքի կրի վատալի։ Գոգոր մենք դրա հարցերը ուրիշ ձև կլուծենք, թող, միան այդ բանը հիմա Գոգոր։ 10 վայրկյանից տեղ են, թող Գոգոր, խնդրում եմ քեզ Գոգոր, հիմա չէ։ Հեղում շարժվեք, հանգեք։ Հանգիստ է։ Հանգիստ մենք չենք դիմադրում։ Բաց թողեք իրանք մեղավոր չեն։ Ով աստեղ ատրճանակով սվառնացել թե քո վրա կկրակի։ Ինքը։ Պարզա։ Հիմա բոլորս կգնանք բաժին այնտեղ տեղում կպարզենք թե ստեղ ով է մեղավոր ու ով անմեղ։ Դուրս տարեք սրաստեղերք։ Ոչ ոք սենց չէր ստորացրել երեմ, ոչ ոք չէր վիրավորել ինձ։ Թաշը բարոնը իմ հետ սենց չէր վարվել, երբ մենք իրարից բաժանվեցինք ու ինքը լրիվ պատճառներ ուներ տենց իմ հետ վարվելու։ Միրո դու հիմա մտածի, որ հովոն մեզ տեղից կենթանի բաց թողի։ Մնացած հարցերը հետո։ Հովոն մեզ չի կարա ստեղ խփել տա։ Եթե ինքը ասնամանի չունի, թե իբր մենք ենք իրան զակած տվել։ Լսի Միրո, ես Հովոյի նահագի ժամանակը ճանաչում եմ, բայց իրան հլը սենց վիճակում չէի տեսել։ Հովոն շատ լավ հասկանում է, որ եթե հիմա մեզ բաց թողեց, մենք կանցնենք այն պլանի իրագործմանը, որը մտածել ենք։ Ու հաշվի առնելով ստեղծված հանգամանքները, ավելի ագրեսիվ միջոցների կդիմենք մեր նպատակին հասնելու համար։ Ճիշտ ես ասում երեմ, նման պլաններ կան, բայց դրանք հլը չեն իրագործվել։ Իսկ չարած բանի համար մարդուն չեն պատժում, այտենց օրենք չկա։ Վատանվերը հարցակումը, կամ Գոքորին բռնել տալը, դրանք հո կայացած փաստեր են Միրո։ Ու Հովոն գիտի, որ դրա հետևում ուղղակի կամ անուղղակի մենք ենք կանգնած։ Մոռացար իրավաբանի մասին ասել, երեմ։ Լսի Միրո, մենք որոշել ենք իրար հետ լուրջ գործեր անենք, ու լավ կլինի, որ իրարից գաղտնիք չպայենք։ Համաձայն չես։ Ասածս էնա, որ եթե մեկս մյուսի գաղտնիքը իմացանք, այդ մեր սաղի համար գառանտիա կլինի, որ վաղը մեզանից մեկն ու մեկը իրա կաշին փրկելու համար չվազի Հովոյի մոտ ու մնացածին ծախի։ Այդ մեր ստրախովքին կլինի Միրո։ Խելոք բան ես ասում, երեմ։ Բայց ես չեմ սիրում իմ գաղտնիքները ուրիշին պատմեն։ Պալյուբոմո ես Հովոյի հետ միջև վերջ չալա եմ տալու, կամ ինքը, կամ ես։ Ունես, որ իմ պահաստ է դուրս սա գալի։ Բայց դուք կարաք ինձ ձեր գաղտնիքները պատմեք։ Էդ իմ գառանտիան կլինի, որ վերջի պահին դուք ինձ չքցեք։
ուզում ես ինձ պոնտի վրա բռնես, հա Միրան։ Ես քեզանից պակաս ռիսկի չեմ գնում, որ հիմա դուրսեմ եկե հողոյի դեմ։ Ու հաստատ ավելի շատ բան ունեմ կորցնելու, քան դու։ Ամեն ինչ պիտի երկկողմանել լինի, Միրո։ Դե ուրեմն թող ամեն ինչ մնանեց ոնց որ կա։ Ես դեմ չեմ։ Երեմ, եթե մեկ ստից ողջ դուրս եկանք, խոսք եմ տալի հովոն երկար չի ձգի։ Դու մի մտածի, որ հովոյին տապալել է այդքան հեշտ բանամիրը։ Կան մարդիկ, որ ճիշտ է հովոյի ճամբարից չեն, բայց երբ ժամանակը գա, նրանք առանց մտածելու կվազեն հովոյի մոտ։ Ու մեր գործը ավելի կբարդանա։ Պետու մասին ես ասում, Երեմ, են մանր-մունր իշխանիկների, ու իրանց պաշտոնավոր բարեկամների թիկունքում պահկված լավ տղա են խաղում։ Դրանք սաղ իրանց կտան կառնեն, Երեմ, և պլաստը մեր ձեռն ընկնի։ Չէ, ես դրանց մասին չեմ խոսում, Միրո։ Ես քաղաքում երկու մարդ կա։ Երկու մարդ, որ ինձ շատ էր անհանգստացնում։ Այդ Զավենն ու Վարդանն են։ Զավենը ու Վարդանը։ Վարդանն ու հովոն վաղուսվա թշնամիներ են, ու ես չեմ կարծում, որ ցոգոլը միանա հովոյին։ Պետք չի հիմա Վարդանին թերագնահատել, Միրո։ Ճիշտ է, ինքը այսօր յանա տվեց սաղ գործերից, բայց իրա խոսքը լկշիր ունի, ու իրան լսողներ էլ շատ կան։ Վարդանն ու հովոն հիմա իրար հետ չունեն, բայց դու բանկետի ժամանակ տեսար, թե ինչ տեղի ունեցավ։ Դու կարող ամենաանհաջող բանին հանկարծ Վարդանը միանա հովոյին։ Իսկ եթե դա տեղի ունեցավ, էլի կգտնվեն մարդիկ, որ կվազեն հովոյի մոտ։ Ինչ ես առաջարկում, Երեմ։ Առաջարկում եմ, որ մտածենք այդ ուղղությամբ։ Հենց այս գլխից պիտի թե Զավենի ու թե Վարդանի դեմն առնենք։ Թե չէ դրանք կարող է մեզ պաստավի տանեն։ Ճիշտ ես ասում։ Վարդանից մտանք կա, բայց Զավենի համար Մալխասն ասում էր, որ պրոբլեմ չի լինի։ Մալխասը ճիշտ չի ասում, Միրո։ Նրանք Զավենի հետ աղուցվա պարտներներ են։ Ու դու մի մտածի, թե Մալխասը այսօր առանց Զավենի գիտության է եկել մեր մոտ։ Մալխասն իրա սեփական շահն ունի, որ միացել է։ Ունի, ոնց որ մենք բոլորս։ Բայց ես քո փոխարեն այդքան չէի վստահ Մալխասին։ Բայց դու այսօր կայնար հովոյի դեմ ու Մալխասին պաշտպանեցիր, չէ Երեմ։ Ես այդ հանուն ընդհանուր գործի եմ արել, Միրո։ Ոչ թե Մալխասի սիրուն աչքերի համար։ Լսի Երեմ, մենք հիմա մի ընդհանուր գործ ենք անում։ Ու ինձ հետաքրքիր չի, թե դուք ոնց եք իրար տակ փորում։ Գիտեմ, որ սաղը ձեր սեփական խաղն եք ուզում միջև վերջ խաղաք։ Բայց դուք բոլորդ առանձին ոչ մի բան չեք կարա անեք։ Դրա համար էլ դիմերեք ինձ, որ ես այդ հարցը լուծեմ։ Դրա համար ես ուզում եմ նման տիպի խոսակցություններ էլ չլսեմ, որ ժամանակից շուտ մենք չվարվենք։ Ես ընդամենը քեզ ուզում եմ տեղյակ պահեմ այն որոշ մանրամասնությունների մասին, որը դու կարող ես խանգարել Միրո։ Բայց եթե այդ քո կողմից դիտվում է որպես սխալ քայլ, ես կարամ էլ չխոսամ այդ մասին։ Բայց երբ ժամանակը եկավ ու այդ իմ ասած բոլոր պրոբլեմները հանկարծակի գլուխ բարձրացրին, հետո չասես, թե ինչի չէիր զգուշացրել։
Արի սենց պայմանավորվենք, Երեմ։ Դու խելոք մարդ ես ու հասկանում ես, որ ինձ երկար չի մնացել ապրելու։ Վաղ թե ուշ պետք է ամեն ինչ հանձնեմ ձեզանից որևէ մեկին ու գնամ։ Ու այդ մեկը կարող է դու լինես, Երեմ։ Ուզում ես ասես, որ ես պիտի քո մոտ վստահություն վաստակեմ, որ գործերի կառավարումը ինձ թողես։ Դու ինձ ճիշտ հասկացար, Երեմ։ Կոնկրետ հիմա քո համար շատ լավ շանս է ստեղծվել։ Ինչ որ կերպ լուծի այդ Զավենի ու Ցոգոլի խնդիրը, որ իրանց ուշադրությունը մեր վրից շեղես, որ իրանք իրարով զբաղվեն։ Արա այդ, Երեմ, ու ես լրջորեն կմտածեմ քո տեխնացության մասին, երբ ժամանակը գա։ Լավ, Միրո։ Ես քեզ կապացուցեմ, թե ինչքան ես արժեմ։ Ասա Դավո, հաստատա ինֆորմացիան, լավ գնացեք հանգստացեք։ Երբ փոքր էի, հիշում եմ, ոնց էր շերս իր սպիտակ կոստյումը հագնում տոների ժամանակ։ Ձեռքիցս բռնում ու ինձ պառադ էր տանում։ Այդ երևի ամենավառ հիշողություններն են, որ ես ունեմ մանկությունից։ Ու այդ ժամանակներից իմ մեջ տպվել այն միտքը, որ սպիտակ կոստյում մարդ պետք է հագնի մենակ տոնական օրերին։ Մի անգամ որոշեցի հագնեմ, գնամ վերցնեմ գայանչիկիս և ուղղակի ման գամ քաղաքում։ Այդ ինձ համար իսկական տոն կլներ։ Բայց չստացվեց, չհասցրեցի։ Ու երևի տենց էլ ես իմ սպիտակ կոստյումը չհագնեմ մինչև կյանքիս վերջը։ Ինչ նորություններ կան, Գարիկ։ Հովիկ պարզվել է, թե ով է եղել քիլերը, որ մեր վրա կրակել է։ Ով։ Անունը Վիգեն է, ու ինքը ոչ մեկի զակազը չի կատարել, ու ցելն էլ դու չես եղել։ Այդ ուռոդը Գոքորի հետևից էր եկել, սեփական նախաձեռնությամբ։ Ով այդ Վիգենը, դրա անունը առաջի անգամ եմ լսում։ Գերասի տղեն է, որ ռեստորան ունեն, մեզանից մի քիչ վերև։ Երկու անգամ այդտեղ հաց ենք կերել։ Ու ինչ ա եղել թեման, որ այդ ջահելը որոշել է սպանի Գոքորին։ Ես մանրամասնությունները չգիտեմ, բայց ասում են աղջկա թեմա կա մեջտեղ։ Հիմա ուր է այդ գյատեն։ Քաղամասում, Գոքորին ու Արոյն էլ են տարել, պահել։ Շատ խառը պատմություններ ա, ողո։
Այս Վիգենը հյուրանոցում զենք է հանում մի հատ աղջկա վրա, որ խփի։ Գոքորն է ներս մտնում ու չի թողում։ Ու հետո իմանում է, որ ինքն է մեր վրա կրակել, բայց չի հասցնում բանանի։ Սպեցնազը ներս է մտնում։ Մոտներով զենք բան չի եղել։ Ասում են, որ չէ։ Ուրեմն ոչ մի բան չես անի։ Ազատելու համար Գոքորին Արոյին։ Սենց տենենց իրանց առավոտը բաց կթողան, երբ այդ աղջիկը բոլոր մանրամասնությունները պատմի։ Տեսել է։ Ինչ որ ոչնչության պատճառով այսօր Տիկոն մահվան հետ կռիվ է տալի։ Այդ ջայրերա պատիժը կստանա հովը։ Տիկոյիդ ինչ նորություններ կան։ Ոնց որ թե ամեն ինչ դեպի լավն է գնում։ Միջև կոմոդ բարձրանալը բժշկին տեսա, խոսացի հետ է։ Ասեց, որ լավանալու շանսերը բարձրացել են, բայց ամեն ինչ պարզ գնում է հեռավորություն։ Իրոք երեմի հետ ինչ անենք հովո, բաց թողենք գնան։ Չէ թողես գիշեր մնան, առավոտ թող գնան։ Պետք է ինչ-որ բան ասել, բացատրել։ Ոչ մի բան պետք չի, թող իրանք ամեն ինչ պարզեն։ Ես դրանց հետ բացատրվելու թեմա չունեմ, իրանք այդքան արժանիք չունեն։ Հիմա պարկի, հովո ջան, պարկի մի քիչ հանգստացի։ Գարիկ, էլ ինձ հանգիստ չկա, իմ հանգիստը դեռ չսկսած վերջացավ։ Ամենայն դեպս փորձիմ 2 ժամ քնես, հովո ջան, մեզ այսօր ծանր օր է սպասվում։ Գարիկ, Ռաֆոին հիշացրու, առավոտ չմոռանա Գայանջիկից տանի դեպրուց։ Ռաֆոն հիշում է, հովո ջան, բայց ես կզգուշացնեմ։ Ամեն ինչ այդքան վատ է, Վարդան։ Հալուսին է, վատը, շատ վատը։ Ես տենց էլ չկարացա ատոմին հետ պահեմ այդ քայլից։ Չկարացա, Լուսին է։ Իսկ հիմա որտեղ է ատոմը։ Դու ավելի լավը դրա մասին չիմանաս։ Ոչ, Վարդան, ես ուզում եմ իմանալ։ Մենք պայմանավորվել ենք, որ պետք է վստահենք իրար։ Ատոմը, ուր որ գնացել էր, այդ գործը ձախողվել է, ու այդ իրա հետի ընկերները իրա տղեքը սաղ սպանվել են։ Աստվածի, իսկ ատոմը։ Իսկ ատոմին հիմա պատանդ են պահում։ Ով է նրան պատանդ պահում։ Զավենը, որի մասին դու ատոմը խոսում ենք։ Դրա անունը էս տանը մի տվեք, Լուսին է, դուք չգիտեք էդ ինչ սարսափելի մարդ է։ Այսինչ է կատարվում, Վարդան։ Ես չեմ հավատում, որ նման բաներ ընդհանրապես պատահում են։ Ես միայն գրքերից ու ֆիլմերից եմ նման պատմությունների մասին իմացել, հիմա սա մեզ հետ է կատարվում։ Մեզ հետ չէ, իմ։ Ես ու մենակ ես եմ պատասխան տալիս իմ ցանկացած արարքի համար, Լուսին է։ Իմ ընտանիքի անդամները դրանց հետ ոչ մի կապ չունեն։ Դու դա ինձ մի ասա, այլ նրանց, ովքեր այսօր ատոմին պատանդ են դարձրել։
Վարդան, ես քեզ չեմ մեղադրում Ատոմի հետ կատարվածի համար։ Ես վախենում եմ մեզ համար, Իրայի, Ալենի։ Զուր ես վախենում, Լուսինե։ Ես կյանքը կտամ, բայց չեմ թողնի, որ իմ ընտանիքի անդամների գլխից մի մազ անգամ պակասի։ Դա տարբերակ չի, Վարդան։ Պետք չէ, որ դու քո կյանքի գնով մեզ համար անվտանգ կյանք ապահովես։ Դու մեզ պետք ես։ Լուսինե, դու չգիտես, թե ինչ է նշանակում ինձ համար հիմա այդ քո խոսքերը։ Ինչ է ուզում այդ մարդը, որ Ատոմին պատանդ է վերցրել իր մոտ։ Ես չգիտեմ, Լուսինե, բայց ես իրան ասել եմ, որ ես պատրաստ եմ ամեն ինչ տալ, մենակ թե Ատոմին բաց թողնի։ Ու քեզ ինչ է թվում բաց կթողնի։ Չգիտեմ, Լուսինե, չգիտեմ, ինչ կարելի է սպասել այդ մարդուց, բայց ես Ատոմին անպայման պետք է ազատեմ։ Ես Ատոմի հոր առաջ խոսք եմ տվել, որ ես այդ տղուն պետք է տեր կանգնեմ, ու ես իմ խոսքի տերը պետք է լինեմ, Լուսինե։ Իրան հարցնում էր Ատոմի մասին, շատ անհանգստացած։ Իրան պետք է այդ մասին ոչինչ չի մնա։ Հասկանում եմ, բայց եթե Ատոմը վաղնել չկա, Իրան կսկսի հարցեր տալ։ Ինչ, ես մի բան կմտածեմ, մինչև տեսնենք ինչ է լինում։ Ես ինչ ստացվեց, Լուսինե։ Ես ուզում եի ամեն ինչ նորից սկսել։ Թողնել ես ամեն ինչը, մոռանալ այդ մարդկանց, վերադառնամ ընտանիք կյանքիս, վերջին տարիները ձեզ հետ անցկացնեմ, բայց ինձ բաց չեն թողնում։ Մի անգամ այդ կյանքը մտած մարդը դուրս գալու շանս չունի։ Սաղ կյանքդ պետք է ապրես այդ ճխտաջրերի մեջ ու խմես այդ ցխաջուրը։ Ու ցխոտ բերանով քեզ ոչ մեկը չի թողնի մոտենաս զուլալ ջրին, որ մոտենաս էլ չեն թողնի խմես։ Ես շատ մեղքեր ունեմ, շատ, Լուսինե։ Այդպես մի ասա, Վարդան, դու փորձում ես ինչ-որ բան փոխել, ես տեսնում եմ, դրա համար էլ քո կողքին եմ, որ օգնեմ քեզ։ Չես այդքան շուտ վեր կացել, Իրա ջան։ Պապ ջան, երեխան ջուր էր ուզում։ Գնացի ջուրը բերեմ, տեսա լույսը վառա ներս մտա։ Արի բալես, արի նստի։ Ոնց ես, Իրա ջան։ Լավ եմ, պապ ջան։ Պապ, Ատոմից տեղեկություն չունես, չգիտես թե որտեղ է։ Ինչ-որ բան է պատահել։ Ես գնամ սուրճ պատրաստեմ։ Արի նստի կողքս բալես։ Նստի։ Ես հիմա ինչ-որ քեզ կասեմ, Իրա ջան, դրա մասին պետք է ոչ մեկը չիմանա։ Պապ ջան։ Ատոմը ինչ-որ մարդկանց հետ բիզնես է արել, հետո պարզվել է, որ այդ բիզնեսը այնքան մաքուր չի։ Այդ մարդիկ դիմել են ոստիկանություն, որ Ատոմին բռնեն։ Պապ, բայց Ատոմը իսկապես մեղավոր է։ Չէ, բալեր, ես այդ պատմությունը անգիր գիտեմ։ Ուղղակի թղթաբանության մեջ որոշ սխալներ ա եղել, դրանից էլ պրոբլեմներ ա առաջացել։ Հիմա
Ատոմը մի քանի օրով կբացակայի քաղաքից, մինչև ես այդ հարցերը լուծեմ։ Պապ, գոնե կարամ զանգեմ Ատոմին։ Դե իհարկե կարա, Սիրա ջան, ուղղակի ես հիմա մտածում եմ, որ կարող է մեր հեռախոսները լսում են, որ Ատոմի տեղն իմանան։ Չարժի ռիսկի դիմել, Իրա ջան։ Ես 100%-ով կարամ քեզ ասեմ, որ Ատոմը ոչ մի մեղավորություն չունի, ու մենք այդ բանը կապացուցենք։ Հավատում եմ քեզ, պապ ջան։ Լավ, ես էլ գնամ Ալոնի ջուրը տանեմ։ Գնա ցավդ տանը, գնա բալես։ Ալո, բալուս ազիս, վայխ ես կան ուշվեք ալեր հեռախոսդ որ։ Էհա ես գիտեմ, որ ժամը 8-ն է, բայց բոլոր կարգին մարդիկ այս ժամին արդեն հելած են ելնում։ Դե դավայ շուտ հագնվի, գյաջվի, ու արի ես հյուրանոցում քեզ եմ սպասում ազիս։ Հա լավ կատակ ենք անում, այ քեզ բան։ Ito հետ չել գաս, թե չգիտես դու ես, որ կասել էի, դե դավայ, դելս չզանգես է լավ աղջի, Դաղդ գալիք շորձում ես հո։ Այ, արա հոպ, արա ես ինչ եք անում, արա, գնալ դու գիտեք ես ով է բապշի, արա։ Ես խաթուր, կասես մենք էլ իմանանք, չգիտես, իսկ ես կասեմ, դու ոչնչություն ես կեղտ, որ աղտոտում ես քաղաքի իրա ներկայությամբ, տարեք սրան։ Ախարա, դուր եք տանում, գոնե ասեք ինչի մար։ Նրա համար, որ օրը ցերեկով մարդ ես ծեծում, հետն էլ հայհոյում ես հասարակական վայրում։ Ով։ Դու էլ ով։ Էլ չեմ ասում հիմա էլ դոզայի տակ ես, ապուշ։ Ինչ դոզայի ծավ է տանում, դե մի քիչ խմել եմ, դե քեֆս լավ է, աղջիկա բանա, դե ջոգում ես էլի, համել այդ ծետի մոմենտով սարքում է ծավը տանում, ես երեք ոչ մեկի մատով չեմ կպել։ Կգնանք բաժին կպարզենք, մատով կպել ես թե չէ, առնվազն 2 մարդ տեսել են, թե դու ինչպես ես այդ մարդուն ծեծել։ Հալավ ասենք ծեծել եմ ավակյան, բայց դու իստե ինչ գործ ունես, ես ինչ մելքի մուլքի խուլիգանություններով ես բաղվում, ինչ է բանու գործ չունեք էլ։ Լսի խոս, անասուն։ Այն մարդը, որին դու ծեծել ես իմ բարեկամն է, դրա համար եմ ես էստեղ, ու ես ամեն ինչ կանեմ, որ այդ մանր խուլիգանության համար դու ավելի ծանր հոդվածով նստես։ Օրս արև ավակյան ես երեք մարդու հետ կռիվ չեմ արել, դու սարկում են գլխիս։ Այդ մենք բաժնում կպարզենք։ Գոնե թողեք մեծ զանգ է։ Չի կարելի։ Սրան տարեք մեքենան։